համակարգի ուժը վստահության մեջ։ Այս խորագիրն էր ընտրվել ներքին գործերի նախարարության ձեռքբերումների ու գրանցած արդյունքների նոր ռազմավարական ուղղությունների շուրջ ապրիլի 10-ին կազմակերպված տարեկան համաժողովին։ Արդեն երկրորդ տարին է, ինչ ներքին գործերի նախարարությունը կազմակերպում է տարեկան համաժողով քննարկելու գրանցված հաջողությունները, համատեղ դիտարկելու առկա խնդիրներն ու նախանշելու դրանց լուծումները։ Ներկայային ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը Հայաստանում միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվիլիշվիլին, օրենսդիր եւ գործադիր մարմինների, ինչպես նաեւ ներքին գործերի նախարարության միջազգային գործընկեր կառույցների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Անդրադառնալով համաժողովի խորագրին, ներքին գործերի նախարարն ընդգծել է, որ համակարգի նկատմամբ հանրային վստահության ամրապնդումը առաջնային նշանակություն ունի, քանի որ համակարգի ուժը վստահության մեջ է։ Վստահություն թե սեփական անձի, թե համակարգի, թե ժողովրդի նկատմամբ եւ վստահություն ժողովրդից եկող։ Նրա խոսքով բարեփոխումները պետք է լինեն նպատակային, հետևողական եւ ուղղված հանրային շահին, ապահովելով շարունակական զարգացում եւ տեսանելի արդյունքներ։ Միաժամանակ անդրադառնալով փոփոխությունների ընթացքին, նախարարը նկատել է, որ խնդիրների լուծման գործընթացը ինքնին բերում է դրանց բնույթի փոփոխության։ Երբ համակարգը սկսում է հաղթահարել խոշոր մարտահրավերները, ի հայտ են գալիս նոր խնդիրներ, որոնք նախկինում կարող էին աննկատ մնալ մեծ խնդիրների ստվերում։ Անդրադառնալով ծառայությունների մատուցմանը, Արփինե Սարգսյանը շեշտել է, որ որևէ հանգամանք չի կարող խոչընդոտել համակարգի անընդհատ աշխատանքին, իսկ գրանցված հաջողությունները թիմային համատեղ ջանքերի արդյունք են։ Ներքին գործերի նախարարության համակարգը շարունակում է աշխատել եւ հետեւողականորեն լուծումներ գտնել բարձրաձայնված խնդիրներին, նախանշել նոր հավակնոտ ուղղություններ եւ նշաձողեր, ասել է նախարարը։ Խոսելով կառուցվածքային եւ մտածողության փոփոխությունների մասին եւ կարեւորելով այսպիսի ձևաչափով քննարկումները, նախարարը վստահեցրել է, որ համակարգը ունի առկա մարտահրավերներին դիմակայելու բավարար ներուժ, խնդիրները ախտորոշելու համարձակություն, փոփոխությունների գնալու փորձառություն եւ արդյունավետ լուծումներ առաջարկելու հանձնառություն։ Նախարարը նաեւ շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, ընդգծելով նրանց կարևոր դերակատարությունը համատեղ լուծումների ձևավորման եւ բարեփոխումների առաջմղման գործում։ Իր ելույթում Հայաստանում միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվիլիշվիլին բարձր է գնահատել ներքին գործերի նախարարի եւ նախարարության թիմի առաջնորդությունը համակարգի բարեփոխումների իրականացման գործընթացում, նշելով, որ տեսանելի է հանրային աճող վստահությունը եւ ծառայության արդյունավետության բարձրացումը։ Նա վերահաստատել է միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի հանձնառությունը աջակցելու ներքին գործերի նախարարության բարեփոխումներին, հատկապես ներառականության եւ համակարգի դիմակայունության ամրապնդման ուղղություններով։ Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար հանրային հաղորդակցության եւ իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը ներկայացրել է 2025 թվականին ներքին գործերի նախարարության կողմից իրականացված լայնածավալ բարեփոխումները, ուղղված համակարգի հզորացմանը, կարողությունների զարգացմանը եւ ծառայությունների որակի բարձրացմանը։ Տեղի են ունեցել նաեւ պանելային քննարկումներ կանանց առաջնորդության, համայնքային մասնակցության միջոցով հանրային անվտանգության ամրապնդման, ինչպես նաեւ կրթության, մասնագիտական զարգացման ու մարդկային կապիտալին վերաբերող հարցերի շուրջ ծավալվել է ակտիվ քննարկում։ Համաժողովն անցկացվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Aegis ծրագրի շրջանակում, որն իրականացվում է միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի եւ Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության կողմից։